Հայր ջան, շատ խնդրեմ որ այս տեսանյութը մինչև վերջ ուշադիր լսեք, քանի որ առաջարկությունը շատ կարևոր է, որը ոչ մի ժամանակներում չի առաջարկվել աշխարհում ու չկա ոչ անալոգը, ոչ էլ գոնե քիչ նման ծրագիր, ինչպես միացնել ու համախմբել ազգին։ Վստահ եմ որ բացի մեր ազգից այս հարցի որոշումը շատ ազգեր են փնտրել ու չեն գտել։ Բայց ես Աստծո օգնությամբ գտել եմ կատարելագործված ձևով ու իր սխեմայով։ Դոր համար մինչև վերջ շատ ուշադիր ու կարևորը պատկերացնելով է պետք լսել։ Լսեք ու հետո կգնահատեք։ Ուրեմն պայմանավորման կողմ ծրագիրը անվանենք հանրային կլոր սեղան։ Ու նորից հիշեցնեմ, քանի որ ես բլոգեր չեմ, որ ամենօրյա նորություններ ցույց տամ։ Դոր համար ես ամեն օր չեմ տեսանյութեր ցույց տալիս ու ալիքը էկանել ուժեղ չի աշխատում։ Բայց ամեն օր 50-ական անկետա է Facebook-ը թույլ տալիս տարածեմ ու ոչ մի տեղ չեմ կորել ու չենք շեղվել այս ճանապարհից։ Մեզ օրա չմտածեք թե կորա ու ծրագիրը ոչնչացավ։ Ոչ մի հուսահատություն, որ ալիքը երիտասարդ է, տանդաղ է, տարածում գաղափարը, ոչինչ։ Դուք էլ ուշադրություն դարձրեք, աճում է դիտորդների, բաժանորդագրվածների քանակը։ Գնալով այնպես որ տրամադրությունները մի կորցրեք ու դուք էլ ձեր հերթին հենց ստացակ տեսանյութը ինձ լայք դնելու տեղը սխմեք բաժանորդագրվելու կոճակը, քանի որ մեզի պետք է շատ հավաքել բաժանորդագրվածների քանակ ու տարածեք տեսանյութը թեկուզ անծանոթ անկետաների, տարածեք այս գաղափարը, որ շատ մարդկանց տեղ հասնի։ Լայք կամ կոմենտարիաներ ձեր ցանկությամբ կարող եք տնել։ Մեզ որ դուք օգնում եք ալիքին ու հասանելի դառնա բոլորին։ Ծրագիրը բոլորին այս ծրագիրը։ Եթե ստացած վախտերը տեսանյութից օրեր կամ շաբաթներ կամ ամիս անցած եղնի, դա չի նշանակում որ հին է ու անեֆեկտ տեսանյութը։ Ոչ, հին չէ, այս նորություն չէ, այլ գաղափար է ու նոր ծրագիր ու պետք է տարածել անպայման գնալ առաջ։ Ձևի այդ նպատակով է, որ ասենք խոսքի այս բանի համախմբելու միացման ծրագիրը իրականացնենք։ Ու ասենք ես էլ որ խոսքի կասկածը բան բլոգեր եմ բանեմ, չէ, այսօր բլոգեր որ այղնեի, ասենք խոսքի ինչ որ շատ համակիրներ ունեցող ուժի տակ կմտնի ձևի համակիրներ հավաքեի բան կամ տեղ ինչ որ Վարդան Հակոբյանը սկզբից ԱԺ Բևերի տակը մտավ, համակիրներ հավաքեց, հետո ես սկսեց դոգին կովապանել ու կգնահակի դարձավ իր համակիրները, ձևի կնայող տվեի հասնակը, չէ, ինչ կսեմ։ Ու ասենք խոսքի եթե ձեզնից ով էլ որ ասենք կասկածեք որ այս բանը ծրագիրը անհնար է իրականացնել, ֆանտաստիկա է բանը, ախպեր, փորձանք չէ, ասենք խոսքի իրականացնել, փորձենք։ Մեկ է ամեն ինչ արդեն համարյա կորցրել ենք, մնացել է մեզի մեր անարժանապատիվ անունը ու անարժանապատիվ կյանքը, որ նոր է հեռու չէ մեզից կնախալեն։ Ասենք խոսքի որ փորձենք ինչ կյանքի, թեկուզ գոնե փորձել է, ձեզից այդ փորձենը ինչը կանցնի, որ ասենք խոսքի այս ծրագիրը տեսանյութ որ եկավ ձեզի հասավ, բաժանորդագրվեք անպայման, այդ է ձեզնից այդ բանը էնելը փորձելը։ Սխմեք այդ ծև կնոպկեն բաժանորդագրվելու, ռուսերենը գրածեցև կնոպկի վրա պատվիսած է, ու всё, ու փոխանցեք, տարածեք այս նյութը։ Հասկացաք, այդ է ձեզնից փորձելու բանը մոմենտում։ Ու մենք տեսնենք որ այս վստահ եմ որ ամեն ինչ կստացվի, հեչ ֆանտազիա չէ, շատ ամեն ինչը տեղին տա, քանի որ տեսնիկ պասպորտների մոմենտով 200,000 պասպորտ նորա բաները որ կերձեն Վրաստանի այդ շուկուրնոր էլա պասպորտների որ կերձեն իրանց ուզած մարդու նորից բանեն են բերեն կառավարության եւ այլն մի մոռացեք այդ բանը մեկ է ուրիշ ձև է կանանելի սիրուն սարքեն էլ ինչ որ Նիկոլին լողցրած պուբուսրած սիրուն բերեցին յանի ժողովրդի կողմից այդպես նա առաջ ժողովուրդն իրականում իրան ընտրեց այդ ձևը մի կանտի այդպես ուժեր կանորա լավ ճիշտ բաներ խոսան լավ բաներ խոսքուտան մեր երկրորդ Նիկոլ մեկը նա այդ ուժերն է որ նորա անձամ դու ասենք ընտրել ես որ այդ ուժին պետք է ընտրես բայց իրականում չիտես չէ ասենք խոսքի դիք ինչ ուժ է ազնիվ ուժ է թե ինչ է ու ասենք խոսքի
հույս է տերել ես ընտրությունների վրա, որ ընտրություններին հաշվենք, թե լավ, դա քու ընտրածդ ուժը ընտրվա։ Բայց ինչքանով ես դու վստահ, որ այդ քու ընտրածդ ուժը ազնիվ է, Նիկոլ չէ երկրորդ։ Պատկերացնեք, չէ, ինչ կսեմ խոսքիս իմաստը, հասկացաք, էլ որ այդ նույն ծևի, նույն սխեմայով, ինչ որ Նիկոլին բերեցին, մեզի գլխաներից, այնպես է մի այլ ուժի, սինուն ծրածդ տեսնա, բուգուշ ծրած։ Դու համար ու սեն խոսքի ես այս ծրագրերն որ առաջ արգեմ կը բանը տարբեր ուժերի իրանք էս են խոսքի սխալ բանը չեն կրնա դեմս տնեն սեն դան չեսիկ սխալ են սխալ է չեն կիրառե կամ եւ այլն ու անհասկանալի է թե մի որը ծառայը ռեժիմին կամ վախենան գասեն կը ռեժիմը խոսքի իրանց ուտումատում է դերորա մինչեւ այդ խոսքը կրնակ կոչենեք որ միացեք հայր բայց կիրառել հանգած չփորձեք всё վարի կուտանք ցեզի կարող է այդ մոմենտով եք վախենան տարբեր պրիչինները չի դեմ չեմ կրնա ասեմ ու դրա համար ես մի համայնա հեշտ մի ուժի վրա 100% վստահ չեմ այս ծրագիրները առաջ արգեմ կա ինքս են խարակտեր ունես ծրագիրը դեմ է շատ կուսակցությունների որովհետեւ շատ կուսակցություններն է պատճառը ժողովրդի նորացիրուցաները հասկնաք դրա համար ասենք խոսքի կուսակցությունների հագա ծրագիր է էսիկ որտեղ ասենք խոսքի հիմնորա հեղափոխությունները եղավ նոր ազգային բան ստեղծավ կառավարություն ես օրինակ այդ բանել ունիմ որ ասենք խոսքի մաքսիմում 2-3 կուսակցություն պետք ոչ ավել ինչքան որ այսօր վարով 100 տարից ավել համայնա կուսակցություններ կա որոնք որ ժողովրդին շեղեն կբանկենեն հասկացաք չէ այդ մոմենտով ու այդ ծևի իրանք երևի մի կուսակցություններն են բան վախեցած իրանք դուրս չմնան խաղից բան որ ասենք խոսքի եթե համախմբի բոլոր ուժերը պետք է համախմբին իրանց կուսակցություններն է կորի կերտա բայց իրանց կարևոր է իրանց կուսակցությունը մնալ են կավիկություններն են հասկնաք ճիշտ կսեմ պատկերացնեք որ այդ ծևը մի հատ բանը ավանդաբար ես էլի սխեման ցույց տամ այդ համախմբելու բացադրեմ ինչ ծևի այդ համախմբելը էլի ասենք ամենա ամենատեսանյութերը բոլոր տեսանյութերի մեջ է ստիգմիշ ցույց կտամ ինչ ծևի ու նախքան ասենք տեսանյութը սխեման ցույց տալը քանիմ հարց ենք խոսքի առաջի հարցը քանի հոգու այդ հարցը տվել եմ տարբեր ինչ պատասխան տվել եմ բայց այդ պատասխանից մինակ հարցը տանք որտեղ է ժողովուրդը ասենք նայեք 90-ական թվականներին նորա ժողովուրդը ելան անկախության ծրագրով չէ սա ազգը մեկ փուրտ առած ելան պահանջեցին ու ստացան իրականացավ այդ բանը չէ անկախությունը ու հետո մի արդեն սա ցիրուցան են եղած բայց ուտեղ են ցիրուցան եղած այն կուսակցություններ են ստեղծե հադուկ այդ ծևի ծրագրված որ ժողովուրդին շեղեն ամեկը մե բանը մսեն իրանց կողմը քաշեն խուրդեն մանրեն ժողովուրդին էլի ասենք այս կուսակցությունը բանը իրանց ցկտեմ է 5000 են կուսակցությունը 50000 են կուսակցությունը 10000 մանր գրուպեկով էլ չկնանան ասենք խոսքի ելին ինչ օրակարգ առաջ տանելու սիրիոզնի օրակարգեր էլի ասենք բանի ռեժիմի դեմ հասկացաք չէ այդ ծևի մանրել են որ ասենք փոքր քանակներով էլի նախադու ոստիկան կոչվածներով ցրեն ժողովրդին ու всё էլ հեշտ բան չկնանան ռեժիմի դեմեն են հասկացաք չէ այդ մոմենտը կուսակցությունների շատ է եղնելու վադը հետո ժողովրդին ցրել են տարբեր կուսակցությունների մեջ հասկացաք հիմնեք մեզի պետք է առաջ երթին համախմբում ժողովուրդ նախքան ժողովուրդը համախմբելը մեզի պետք է որ այս ուժերին համախմբենք քաղաքական ուժերին համախմբենք ինչ ձևի նայեք ասենք խոսքի եսի ալիկով որ շատ օրա համակիրներ եղավ չէ բանը պատվիսացա եղավ միացան արդեն այս ուժերը արդեն մենք այս ուժերի բանը իրանք է արդեն սկսեն հետաքրքրվել արդեն որտեվ ուժեղալիկոր եղավ շատ համակիրներով իրանք արդեն ուզած չուզած կան մեջները որովհետև ասենք որ իրականում ազնիվ են կերն էլի մեջները ազնիվ պես ուժեր կուսակցություններ որոնք վախեցած նստած են մեզի պետք է իրանց պետք է ժողովրդի պատժեր կեն որ ժողովուրդը կողքը կանի իրանք կտանան լավ քայլեր են հասկացաք չէ լավ օրակարգեր ռեժիմի վերացում բան ազգային ուժեր բերել կառավարության բան բայց որ այս ծևի իրանք մի մնացել են հանդերձ են ժողովուրդը իրանց պատժեր կաչեն է դրա համար սուսիկ նստած են հեշտան չեն ծրնարգել դրա համար մենք որ ասկսենք համախմբել այս բանորա շատ ծավ ալիկի համակիրները արդեն իրանք իրանցով էս գաղափարը իրանք արդեն կսկսեն օգտագործելը առանց դաժան ես վստահ եմ որ առանց մեր կոչին է իրանք է կսկսեն
կոչենել միանալ այս ժողովրդական կլոր սեղանին, այսինքն հանրային կլոր սեղան։ Ստեղծենք դիք ժողովրդի կլոր սեղանն է օրան։ Ցույց տամ, որ տեսնի։ Մի նայեք։ Սիկ ժողովրդի այդ կլոր սեղանը, հանրային կլոր սեղանը, այսինքն ժողովրդի կլոր սեղանն է, սիկ դադավորն է, թող դադարան։ Նայեք, այս բաժակների վարեկն է գրած է Հայրիկյան, Գուրգեն Սիմոնյան, Լույսի Պանագե, ուտես տարբեր ուժեր են, էլի, Աշա Պևերև, Թոգե։ Նայ, իրանք պետք է ինչ որ ունին, ամեն ինչ որ ծրագրեր ունին, կան ստեղ, սա ամեն ինչ ասեն, աբացուցե, որը ռուսամետ է, չեսենք, որը թուրքամետ, որը արմետամետ ու տարբեր ձևի, իրանք պետք է կան ստեղ իրանք ճիշտ ստեղ աբացուցեն։ Ոչ տեսենք իրանք բաների ցալիկներից ենին ասեն չդես, որն է սխալը, որն է սուտը, ժողովուրդը չեն հասկանաք կա։ Ու այդ ձևից ստեղ ամեն ինչը պետք է աբացուցեն։ Համայնա մեծ սակ բանավեջի տեսք ունենա, ստեղ որոշվի կա, ստեղ իրանք բան կենեն, ասենք խոսքի զտեն կքննարկեն զտենը, որ ծրագիրն է, ասենք պետք է օգտագործվի, չեսենք։ Ու մոտավորապես կնասկզվից եղնի մեր 3 ձևի վարիանտ, դիք դերմիկը YouTube ալիկով բանուն կա, չէ տեղ կա, տեսնավոր, դնենք բանի, քվյարգումի, ժողովուրդը քվյարգեգը, հասկացաք, ժողովուրդը քվյարգե, որ վարիանտը 3-ից, ասենք առաջի տուրի մեջ է վարիանտը դուսկը չրտվի չէ, հետո կեշտա երկրորդ տուրին նոր արդեն այդ երկուսից մեկը, կնդրվի, դրվիկը դեմերեք սյան, ես ենք, մենք ես կուզենք, ես ծրագարով, հասկացաք, այդ ձևի արդեն Հիմի որնելով դաշը չուզե, ուզած չուզած, ինքը խաղից դու չմնա, այս քաղաքական ուժերը, արդեն ուզած չուզած, բդի իրանք արդեն ընդունեն ժողովրդի կամքը, հասկացաք, չէ, նա քիչ կան ազնիվ վարիանտ կսեմ, չէ, ինչ որ այն մեկը կսե ռուսն է մեր բարեկամը, մեկը կսենիկ է մեր բարեկամը, մեկը ցեվի ամեկը իրակոմը գցակ դեն բանի պես ոդանավոր պես խես գեդինը գայլացու գորակա է ցեվի, բայց ստեղ արդեն այդ բանը չի անցնի, հասկացաք, չէ, այդ բանը չի անցնի, արդեն ուզած չուզած իրանք պետք է բան եղնին։ Ու հետո այդ ձևի մենք բանկեն ենք կառավարություն։ Մի այդ ուժերը արդեն իրանք ասենք խոսքի որը չի մնա այստեղ, թողնի քերանա, որն էլ օրակը մնա ու դուք կմնան կառավարության մեջ այդ ուժերը։ Հասկացաք։ Որն էլ օրա չի մնա, ուրեմն դուք դավաճան ուժեր են, այսինքն սխալ բան են իրանք ուզեց առաջարկել դավաճանական։ Չինտուվե իրանք չեն կրնատես մնա, հեչը մնան ավելի լավ, թող թողնին երթան, մեզ պետք է օրա ճիշտ ծրագրերը, ճիշտ հայամետ բաները, ծրագրերը մնա, հասկացաք, չէ։ Հիմի նայեք, այդպես որ եղավ արդեն կուկան սաղ մեկ աղապարի ստեղ։ Կուկան մեկ աղապարի արդեն ստեղ խապել չի եղնի։ Ես 100% գիտեմ որ սենքան, թողը մեկ է Պարուլ Հայրիկյանը իրար հետ թշնամի են։ Բայց սենք սոր խապածը սի կպրնե չի թողնի սուտ բան ստեղ խապել, նոր խապածն է կպա աբացուցե, հասկացաք։ Այդ ձևից ստեղ սուտը կվերանա։ Ու արդեն մակրվավորը արդեն իրանք ուզած արդեն կհամախմբվին։ Իրանք որ համախմբան, հաշվեք, ասենք ամեն ուժի հետևից բան եղա, չէ, համակիրներ ունեն ամեն ուժը իրանց քանակով։ Մեկը ասենք խոսքի 5000, մեկը 10000, մեկը 3000, մեկը 30-40000 է ծևի։ Այդ մնացած ուժերի ծաղ այդ համակիրները արդեն նույնպես համախմբին կա այդ մեկ աղապարի։ Հասկացաք, եղավ որ համախմբան։ Ինչ որ ասենք խոսքի կանորա ուժերը թողին հեռացան, չէ, ասենք, որոնք խաշտախ ուժեր կամ չեկան մասնակցին նույնիսկ։ Այս բանը ժողովուրդը արդեն տեսնի կը այդ դոնց համակիրները որ իրանց ընդրած կուսակցությունը չի եկել ստեղ մասնակցել։ Զգան որ ստեղ է ճիշտը, միակ ճիշտը ստեղ է։ Իրանք արդեն նոնց բրախեն ու կան ստեղ կմիանան։ Դիք է ծև է, դիք բնազդային էլ է դաշը։ Իրանք որ տեսան որ արդեն ստեղ շատ է ու հասկանան որ որտեղ է ճիշտը, հասկացաք։ Ու կան կմիանան ստեղ ժողովրդին լրի այդ բաները, համակիրները։ Ու այն մնացած են խոսքի մե 50%-ն էլ օրակսեմ հեչ մեկին համակիր չեն ու հետաքրքիր չեն արդեն հուսերը կտրել են հավատները կտրելուց հուսերը կտրել չեն զբաղվեց հարցերով բան դոնցից մեկ 25%-ն են խոսքի թողերնի անտարբեր մենակուդելու համար կաբրին է դե բայց մնացած են 25%-ն է 100% բանեն զբաղվում են բայց օրա հուսերը կտրածել չեն բաները տեսանոսպես բան կա արդեն հասկացաք այս ձևի ճշմարիտ ազնիվ բան կա իրանք եք սկսեն արդեն միանալ է շարժումին հասկացաք այդ վաղ արդեն կնա միլիոններ արդեն համախմբի հասկացաք միլիոններ դաշը սպյուրտից է դասից է սա արդեն ով որ հայրենասեր է կմիանա դաշը նույնիսկ գելին կուկան Հայաստան եսել հետը ահա սկան բանը միսկան բանը լրիվ արդեն պարզ հասկացաք չէ ինչ կայֆ ազնիվ ծևի շատ ցենտր ծևի որ ու հնարավոր ծևն է ամենա ու որնորա համախմբեկը ժողովուրդին հասկացաք սկան բանը դա ուշադիր նայեք հուսով եմ որ սխեման բոլորիդ պարզ է ու վստահեցնող որ սխեմայով հաստատ ազգը կհամախմբի ու դեռ մեր իրականացնելուց հետո շատ ազգեր այս ձևը հայերից օրինակ
կվերցնեն իրանց ազգին համախմբելու, կիրառելով համախմբելու համար։ Հայերից էլ մեջ շնորհակալություն հայտնեն որպես առաջնորդող ազգ։ Հիմա կուզեմ էլի քիչ ընտրությունների հարցով անդրադառնամ, որ արդեն քանի քաղաքական ուժեր լսելով այս ծրագրի առաջարկությունը, որոնք մի վաղ առաջ ընտրություններ էին կողմում ու սա լսելով լավ հասկանալով, որ այս ծրագիրը շատ մեծ թափ կառնի, սկսել են խոսել, որ ընտրություններով ռեժիմափոխություն անհնար է, այն էլ այլ հեղափոխությամբ է պետք միայն։ Լսենք մի տեսանյութ, ու չգիտեմ ով է, լսենք ու հետո կշարունակենք։ Պակեց ընդամենը 10%։ Դուք ո՞նց եք պատկերացնում, ինքը իշխանությունը պետք է հանի տա, հա, եւ ընդդիմադիրների ձեռքը պետք է սեղմի, ասի բարով կառավարեք, բարով մաշեք, հա, էս ատորը։ Ինքը ո՞նց է տալու այդ։ Այդ մարդը չի տալու, ինքը հանուն է դատորի հազարներ է զոհել։ Եվ ինքը պատրաստ է տասնյակ հազարներ զոհել, բայց երբեք դուք չհավատաք, որ ինքը իշխանություն կտա։ Այդ մարդու խեղճուկ կյանքում ինքը իսկապես խեղճուկ է, իր էությամբ խեղճուկ է եղել միշտ։ Իր խեղճուկ կյանքում ինքը միայն երազել է ունենա պաշտոն, հնարավորություն, որպեսզի մարդկությունից վրեժ լուծի։ Իր չստացված կյանքի, իր չունեցած հեծանիվի կամ իր ծնողների, չգիտեմ ինչի պատճառով ինքը այնքան է ադում այս հասարակությունը, այնքան է ադում այս ժողովրդին, որ ինքը 7 տարի միայն այս ժողովրդից վրեժ է լուծել։ Ու ինքը շարունակելու է դա ու ավելի այրունալի է լինելու իր վրեժը ժողովրդից, երբ որ իր վիճակը էլ ավելի վատ եղավ։ Այդ ծեր ասած ընտրությունները քիչ առաջ մենք օրինակը բերեցինք, չէ ինքը պատահական չի, որ այդ օրենքը ընդունեց, վաղը մյուս օր ընտրություններին ինքը հասկացավ, որ պարդվում է։ Մի երկու հատ անկապ խմպակ կհանի Երևանի փողոցներ կսկսեն մեքենաներ այրել։ Արդյունքում արդյունք դրություն եւ ընտրությունները կչեղարկվի երկարաժամկետ։ Եթե որևէ մեկն այլ քայլ արած, խնդրեմ իր մեծ եղբայրը կամ քաղաքական հայրը միանգամից Մարգարայի զորք կմտցնի։ Պատահական չէ, որ այս տարի Մարգարայի անցակետից հանեցին նաեւ ռուսներին։ Բացարձակ պատահական չէր։ Եթե չգործող անցակետում դու ասում ես մաքսատուն եմ տեղադրելու եւ դուք պետք չեք։ Լավ, այդ մաքսատունը իմաստը ո՞րն էր։ Դա ուղղակի միջանցք էր։ Փաշինյանը իր համար միջանցք բաց ասեց ինչ որ ճշտեր, բայց ոչ ամբողջովին։ Միտամենակ Նիկոլն է, թալնե ծախե, զոհեր տվե, նախկիներն էլ խաբար չեն, ու ռեսներին մեզի պապան էին ու հանեց Նիկոլը, ու ռոսները գնացին, մնացին կանդեր, տեսանք Արցախին ինչը օգնին Սև լիճ և այլն, լավ էդ հարցը թոնինք կաբացուցվի կլոր սեղանի արջև, թերսները իշկանով ով էին, շտանք առաջ, բայց սրան ավելացնելու բան ունի, որ Արցախ պատերազմները սկսվելու օրվանից ինչքան զոհեր տվինք, հա զոհեր ու զոհեր, որպեսի վերացնեն մեր երկիրը պաշտպանողներին, գումարած 44 օրյայի ժամանակ 5000, եթե ոչ ավել, որպեսի ազգին վախեցնեն, ինչ էլենեն ցենչանեն, պլյուս 14 միլիարդ պարտքը ավելացրեցին թալանազները, սա կազմում է մի ահռելի հանցագործությունների ցուցակ, որում այս ռեժիմը 100 անգամ մապաջեն կամ 1000 տարով ազատազրկեն դեռ քիչ կեղնի ու այս ամենը ռեժիմը լավ հասկնա որ հանկարծ ռեժիմը բաց թողեն ձեռքերից կառավարությունը ընկնի ուրիշների ծերը ազգային ինչպիսի պատժի կարժանանան ու հիմի բոլոր լսողներից խնդրեմ որ լավ հասկանաք թե ընտրություններով ռեժիմափոխություն քանի տոկոս հնարավորություն կա հուսով եմ որ вообще չկա վստահ եմ որ գիտակից մարդը ոչ մի տոկոս չի կասկածի որ ոչ մի տոկոս չկա անհնար է քանի որ բոլորը ռիճակները ռեժիմի ձեռքն է ու այստեղ ոչ թե կոն դրած է մենակ Նիկոլը այլ ամբողջ ռեժիմն է ռեժիմի հարցն է հասկանաք որ հանկարծ ռեժիմափոխություն եղավ
խոմ նախքան այս տեսանյութը ծեր թվարկածներից ինչը առանց քվեարկություններ նախքան այս բաներներուն ես ձեզի տեսանյութել եմ դաժե նախքին բաների մեջ տեսանյութերի մեջ ցույց տվել որ քվեարկաթերթիկները ինչ կերձ են բանկեն են առանց նայեք լսեք առանց քվեարկաթերթիկների ձայներ կերձելը այլ արդեն ունին քանի արդեն ունին քանի սիրուն ծրած պատրաստած ուժեր, որոնց ժողովուրդը մեծ սիրով կերտած այն կտա ու վերջ կեղնի Հայաստանին ու ազգի վերջը։ Բայց այսքան վտանգներով շրջապատված մեր երկիրը մի հայտնի բլոգեր իրեն շատերից խելացու տեղ տնելով, որին ես էլ տեղ համարելով հայրենասեր ազնիվ։ Արդեն երկրորդ անգամն է շատ վստահ հայտարարեգոր այո կարելի է ընտրություններով ռեժիմափոխություն անել ժողովուրդ ջան շատ կխնդրեմ նրան հետևորդներ կամ սիրողներ չնեղենաք ինձնից այլ ճիշտը գնահատեք ու օգնեք նրան կանգնեցնել այդ մեծ պատմական ճակատագրական սխալը թույլ չտա ու մտնի մեղքի տակ ու հետո շատ ուշ կեղնի ուղղելը խոսքը նորից վերաբերվի Վարդան Հակոբյանի մասին։ Դե համի լսենք Վարդան Հակոբյանի նորից էլի հարցազրույցների ժամանակը, պես է վստահ, հա, կարելի է բան, բայց ասկան փաստերը, սիրիոսնի փաստերը համ, հեչ ուրեմն մարդիկ նայեք շատ կան այնտեղ Վարդան Հակոբյանին շատ գրագետի խելացու տեղ են տրել, շատ այս հարցերի, բոլոր հարցերից ամեն ինչը ինքը հասկանա, հավատանք, հասկանաք, դուր համար Հիմի մի հատ լսենք նորից տան շարունակենք։ Կողքի բոլորն են այտենց։ Որ պահին կտրվան այդ սոսկից, այդ կաթից, որ պահին կտրվան այդ ժամանակ կոկորտը կրծող են։ Որ թքած ունենան դու ես, թե մի հատ պոլիպեդա քո տեղը։ Կարևորը որ իրանց կաթը չկտրվի երբեք։ Վերջ։ Էսա իրականությունը։ Դե նայի ու քեզ բարի կործանում վատ երազներ որովհետև շուտով դա բոլորը իրականություն է դառնալու այն ինչ որ դու վատ երազներ տենում ես ամեն ինչ իրականություն է դառնալու մնաց քանի 6 ամիս բան չի մնաց դե այսօրվա համար այսքանը լավ մնացեք չմոռանաք անպայման տարածել հիշեք մենք հաղթելու ենք իշխանապողություն Այս կարծիքին ուղիղ եմ ասում, ընտրություններով հնարավոր է, եթե ընտրություններին մասնակցում է գոնե 60-70%, բայց եթե 40%-ն է գնում ընտրություններին, կերծիքի տոկոսը հաղթանակի բարսանում է, այո հնարավոր է, բայց եթե խանգարողներ Լսիկ չէ հան, լսիկ տեսակ, նայք ինչ ծևի վստահաբար, ինքը ժողովուրդին անկրակետ մարդիկ են հարցնենք, մի խելքին բդինգնի ներտանադրությունների հասկնակ, բայց ասկան այդ սիրիոսնի հան լուրջ փաստեր կան ուրա, պատճառներ ուրա, անհնար, հանկարծ ընտրություններով ռեժիմափոխություն եղնի, չի թույլ տա, դա ռեժիմը չի թույլ տա, 35 տարի այստեղ ռեջակներ իրան ծերը հազար ծևի բաներ ունին, հասկնակ, ուրա բաց չթողնին հանկարծ այս բանը ռեժիմը իրանց կորցնեն ուրիշ ուժեր կան ազգային բաների, գիտեն որ ինչ վտանգների մեջ իրան կգնին, հասկնաք։ Հիմի կսե ասածեն օրա դուք ընձեն չնեղենաք, ախորպես դուք փորձեք տարբեր ձևի զանգելով է տեսեք խոսքի իրատեսանյութերի մեջ կոմենտարյաներով գրեք թեկուս կոպի ձևի ուղեք իրան։ Ուղեք ես մեղքի տակ չմտնի։ Ժողովրդին անկարագետ ժողովրդին խափեղ եկեք բանկենեն գելե հասկնաք Թողի խելքին, թողի հետևորդներին է, ես խնդրեմ որ անձեն չնեղենաք, դիա դուք մտածեք իմ սազը ճիշտ է թե չորա, հնարավոր է այս մոմենտով, այս բանով բան եղնասվի, ռեժիմափոխություն, չէ, դուք մտածեք, թողի սազները դիք ճիշտ չէ, հասկնաք, օրա ընտրել է բանը, ես այսպես կենեի բան, ընտրություններ, կովակը բան, ես թողին չնայք չեմ հավատա, բայց թե հեմից կան բանը, ես օրա բերեցի օրինակներ, դուք մի հատ պատկերացրեք, այս ռեժիմի մեջը կարելի է ախպեր ռեժիմափոխություն անել, չէ։ Դուք հասկացեք, միք նեղեցեք, ընձեն, բայց ճիշտը կնահատեք։ Ուղղակի ճիշտը մտածեք ու ճիշտը կնահատեք, որն է ճիշտը։ Ընկել է թողի խելքին էս Վարդանը, հասկանաք, որա թողի շնորհքով, ասենք թողի նոր փագին ինքը ինչ որ քայվան կամ թողիս բաներ, հայտարարություններ, բաներ երավ, տեղեկություններ
կգնա պատկեց իր բանը, հետևորդների քանակը բաժանորդագրվողների լայքերը շատացավ։ Ու հիմի դոք պաշտպանելով բանը, դոքի հրամանները կկատարե ինչ կենե չես հասկնա, ժողովուրդը դոր մի խնդրեմ գա անպայման անգջ հետո մի քիչ դոր կանգնեցել եք, հասկացեք, սկան բանը նրանք ինչ կենեն անպայման կայնացնել են պետք, որովհետև լարի մեղքի տակ մտնել է։ Մեղքի տակ մտնել է, ով լսեց, այդ մեղքի տակ կմտնին կվարտանը, 100%։ Չի կարելի, նայեք դուք տեսեք, ինչ որ քիչ ժամանակ անցնել շատ ուժեր է արդեն։ Խոսան որա բանը, այս ընդրություններով ռեժիմափոխություն չի եղնի ու ճիշտը հեղափոխություն է ու բան, տեսնիկը, կա ժամանակը։ Ամենս որա ոչ Վարդանին հետևորդները դենց են նեղեցեք, ոչ է դոգի հետևորդները դենց են նեղեցեք, պրոստը ճիշտ սիտուացիան ճիշտ կնահատեք։ Սկան բանելը հմինայեմ ինչ է նորից էլի խոսան։ Հանջում հերոսի մայր է, Արցախը պաշտպանող, գիտեք ինչ ասել, երբ որ նահանջի հրաման են տվել, գիտեք ինչ ասել, ասել նահանջի տեղ չկա, հետևում Արցախնա, հիմա այդ Արցախը չկա, ինչի չկա, մեր բանակը կռվելա, մեր բանակը հաղթելա, սա ասել եմ ու ասում եմ, կանխամտածված, Նիկոլի հրամանով, որին դուք եք ենթարկում, վախում եք առավել ևս թույլ տվեք այդ բառերը ասել, բոլորդ վախում եք, դհոլչուց բռնած եկած դամքաշով դուրս եկած, հանձինս ձեզ, դուք չդատեք, վերևը չդատի, եվրոպականը չդատի, ուր եք փախչելու, մի հասարակ տատիկ եմ, հարցնում եմ, ուր եք փախչելու երկնային դատավորից։ Բայց որտեղից վերցրեցիք, որ որևէ մեկը ես իմ տեսությունից եմ ասում։ Բարձր խոսեք չեմ լսում։ Որտեղից վերցրեցիք, որ ես ինչ-որ փախչելու պատրաստակամություն ունեմ կամ չտեր ինչ-որ մի բան։ Բայր ջան, ուզեք չուզեք փախչելու եք, թուրքը գալու է ձեր կնանուց բռնաբարի, ձեր աչքի առաջի բռնաբարելու են, ոնց որ Սումգայիթում բռնաբարեցին, Բաքվում բռնաբարեցին, Կիրովաբադում բռնաբարեցին, ձեզանից լավ տղերք էին, ընդ կային Սումգայիթ կառուցողներ, Մինգիչհաուր կառուցողներ, որ նրանք բռնաբարեցին, ձեր տուզիկի տեղեր չեն դնելու, ինչի չեք դատում, ինչի չեք ճիշտ խոսում, ինչքան եք լռելու, ինչքան, որ տղաս ասել է հետևում Արցախն, ուր է այդ Արցախը, ուր է Արցախը, 7 ամիս կորած մնացել է, ոչ բարով հանրապետություն ունենք, ոչ մի հանրապետության նախագահ վարչապետ, տուզիկ ստահակը, Բելգեյց հետ չգանա բալքի, Աստված ջան, ինչի ձեզ փուլ գալիս, ես ինչ է կատարվում մեր երկրում, ես ինչ է կատարվում, բոլոր ծնողների անունից եմ խոսում, չէ, ասելու բանն է, որ իմանան, ես եմ թուրքին ճանաչում, իրանք չեն ճանաչում, ձեր բաբերը ճանաչել են, իմ տղան 7 ամիս կորած մնացել է, գիտեք ոնց եմ քթել, թուրքն է փոխանակում արել, ասել է իգիթի դիակա, տարեք, հողում թաղեցեք, իգիթի դիակա, Արցախ չանձնողի մայր եմ, գիտեք ոնց եմ պահել, մենակ եմ պահել, ձեր բոլորի կնիկները անմարդ ու աներեխա մնան, մնալու եմ, սա պետք, հա, ասեք, ես որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որպես քաղաքացի Կարեն Բիշարյան, ես որապես ցավում եմ այն իրադարձությունների։ Չեմ հավատում, կանխամտածված, ձեր լայն համաձայնությամբ, չեմ ուզում լսեմ մեծը խոսքա, չեմ ուզում լսեմ, ես չեմ ուզում ամեն արժան խոնարհվի, ես ասում եմ դուք հայ չեք, վախում եք, Նիկոլիչ,
Արգելիներս եւ դու եւ Հայաստանի Հանրապետություն։ Ինչ եք Արցախը ձեզ եմ ասում։ Մեր երեխեքը գրվել են, մեր երեխեքը չեն պարտվել։ Դուք եք պարտվել ձեր ղեկավարի հետ, անտես մնանա։ Անայ իսկական հայ տեսակետը է սև բդերնորան։ Ինքը իրա որդուն մասին չի պանջե, ինքը էլի որ տարե որդուն զոել են բաներները, ինքը էլի կսե բանը Արցախ նուրա դատավորի յախից բռնել եք սա Արցախ նուրա, ան տեսնիկ, այսիկ է իսկական հայ տեսակետը։ Ոչ թե չեմ հասկնա, տո ազատություն, տո բան, խաղաղություն, սդ խաղաղություններ, բան, տո կարոնին կմնի բան, Միտյա, մի հատ էլի տեսանուց բանեն ենք, նայենք ու էլի խոսանք։ Քրիստոնյա, ինչու ենք մենք քրիստոնյա։ Մենք քրիստոնյա ենք մի բաց պատճառով, որովհետև Տրդատ մեջ թալքավորը առավոտյան վերակաց է եւ հրով արտակ աստորագրե, որ մենք այլևս քրիստոնյա ենք։ Ուրիշ պատճառ մեր քրիստոնյա լինելու, ես վարչական նկատի ունեմ կազմակերպչակ չկա։ Ինչու ենք մենք քրիստոնյա։ Լսիկ չես ոչխարին ինչ կսե։ Լավ էր Քրիստոսն է, հայ չէ, թե չէ Քրիստոսից նեգը կբներ։ Չեմ հասկնա քրիստոնեությունը դուրը չկա, գնա մուսուլմանը տունը քեզով է, բռնե մուսուլման կընտրումից, բուդդիստ կերնից, ինչ կերնից քեզով է, դու ազգի հետ ինչ գործ ունես, ինչ կբեց է։ Ուրեմն դու ազգի վրա կոնկրետ ոգ ունես, ուզես պրոստը ազգին կողես թուրքի տակը։ Թուրքացնես թե ինչ չենք հասկնա։ Գնա քեզ համար թե ինչ կուզես էլա, դիա Նիկոլա Մեդներ։ Դե այսպես էր անասունը, որ խոյեդը նախկինները չեն, ես էլ են նախկինները, տո մասի սարիք կկամնի, տո եսի մինչը մի մետ ես անուտ մելին անք էլի խոսանք։ Ինչպես արդեն պարզ է, երեք Շիրակի թեմա հայտարարություն էր տարածել սիրելի հայրենակիցներ, որում նշվում էր, որ ամբողջ հոգևորական դասը հրաժարվել է մասնակցել այս թատրոնին, այս կեղծ պատարագին եւ Շիրակի թեմից որևէ հոգևորական, որևէ քահանա, որևէ սպասավոր եկեղեցու չի համաձայնվել, այդքան ճնշումներին չի տրվել, կլինի ԱԱԾ-ից, կլինի ոստիկանությունից, որոնց միջոցով փորձում էին վախեցնել, ահաբեկելու վախի մթնոլորտ սերմանել, բայց անսասան մնաց Շիրակի թեմը եւ որևէ մեկը չհամաձայնեց մասնակցել այս կեղծ միջոցառմանը եւ այսօր հաստորեն ներսում մեզ փոխանցեցին, որ բոլոր սենյակները, տները կապարակնքված են եւ Շիրակի թեմի հոգեվորականները 7 վերկի փոխարեն պատարագ են մատուցում ամենափրկիչ եկեղեցում ուղիղ դեմ դիմաց։ Տեսակ չէ ինչ եղե լացվել են Գյումրին, արդեն մարդկանց կանոնից քիչ մնա փոխեն բանեն են, դու ինչ գործ ունես, այ ինչ ասած թուրքի այ բոզի վաստակ, տղա չեմ ասել, բոզի տղա չի ծամի, վերը վաստակը վերվարել է հայ ժողովրդի գլխին։ Դու Գյումրու հետ ինչ գործ ունես, դու նույնիսկ Գյումրու օրը չբաներեցիր, շնորհավորեցիր։ Դու եկե մի Գյումրի ինչ կենես, Վարդան բռնես փագես կա, ես ինչ կենես, դու Վարդանի հարցը Գյումրեցիք պետք է լուծեն, ոչ թե դու Վարդանին բռնիր փագեցիր, որ 85 միլիարդի պահանջը տալես դեմը չնայած ես, Վարդան չէ պաշտպան է, Վարդանն ինձ լավ գիտե, ես գիտեմ, մենք մայլի մեջ ենք, ոչ թե մայլի նույն փողոցի մեջ ենք մեծացե, ես էլ եմ իրանց տուները ինքն եմ երթում, բայց ես Վարդան չեմ սենք ոսկի պաշտպանը, որտեղ Վարդանը սենք ռուսի մոմենտով է բան, ես всё, Վարդանի չեմ պաշտպան այդ մոմենտով, պրոստը այն մոմենտորը Նիկոլնով է այ Գյումրեցիներ ջանոր, մի հատ ինչ որ փալաս, որ ուրդեղ կեշտա ոտները վեր են գսրպեն այդ փալասը կա, խոսքի մեր բանը որոշումը չեղյարգե Վարդան բռնե տանի նստածնե այդ 85 միլիարդը պետք է մի բան են այդ հարցը բարձրացրի որա չլապեն Էդի 85 միլիարդը Գյումրեցից փողն է։ Փոշակը նպաստը ես ինչ է, էդի εμի այդ բանը կազմակերպել է պետք պաժներ ներկայացնել որա այդ փողի կտերներից բերեցի չլապվի։ Ցույցեր պաժները պետք է անեն։
կազմակերպել։ Մեր բանը էլի լսենք նորից էլի երթանք առաջ։ Անենց ոնց որ վերաբերվել են միջև պատերազմը, ձեզ պարզ եմ ասում։ Էսի չեմ քաղաքականացնում։ Էսի կա, այն ինչ կա։ Միջև պատերազմը հայ ֆուրի վարորդը, չեմ ասում ինչ ուզել տենցել արել, բայց հայ ֆուրի վարորդին ուրիշ ձև են։ Ու վարժենի է եղել մարդու հանդեպ։ Իրան մարդ ha զգացել։ Իսկ հիմա ոչ մի տեղ Վրաստան Երևանից սկսել է ռեյդ անել 5000 լարի ֆուրի վրա ակտա գրում մի հատ լաբավոյ հայլի ճաքի համար Երևանից ամսի 20-ից Ով այս հարցերը լուծելու։ Պետք չէ այս ազգին ճանաչեն, միջև այդ ոնց են ճանաչել։ Մեկը պետք չէ լինի որ կայնի ասի, արա մենք առաջի քրիստոնյա ազգ ենք, արա մենք աշխատող ազգ ենք, մենք պատմություն ունեցող ազգ ենք։ Մեկը պետք է Այո, դերսա ինչպես ցած առաջի ծաղիկներն են։ Արժանապատվությունը մեր вообще կորցրած է։ Տեսնիկը չէ կողքի հարևան երկիրը Արտեն հələ երգիրը լրիվ չի վերացել, Արտեն իր ծևի վարվինգը հասկնակ, մի օր երգիրն որ լրիվ կորցվավ, այդպես նա եղավ, вообще, գիտեցեք որա անարժանապատիվ մի հատ գոյ, եսի միջ ուրեստակ մի հատ կեղդի պես պդի աշեն մեր երեսներին հասկնակ, այսինքն մերքսեմ ձեր ու իմ կապ չունի, չնայած եստեղ շուտվանից եմ ընձիկ կան իմ մարդիկ ընգեր են, պան ընձիկ իդեն լավ, խոսք ընձի համար չէ, բայց ես որա պան եղավ, ես կուկամ Հայաստան ձեզի կմիանամ, որ մեր արժանապատվությունը պաշտպանենք, հասկնակ, Հիմի մի հատ տեսանյութ կուզեմ էլի տնեմ, նայենք, այստեղ են շատ տեղեր էլի դուրս կուկա, ինչ խսացուր նստինք, ճիշտը խոսանք, ճիշտ բանը, սխալ բանը կամ պատմեմ ով է կուզերնի, ճիշտն է ճիշտ կսեմ է կգովամ է բան, նորինակ սենք խոսքի, հիմի տեսնիք Կարեն Արայանին, որ տեղեր ես խոսել եմ որա, ինքը կլոր սեղանը որ բացեց, մենք շատ ուր խծանք, բայց իրա ֆիքս տեսանք համ կսեմ պաշտպանելու բան կովալու, համ է փնովելու բան է կսեմ, որ նոր սխալ է կբանեն եմ, ես ճիշտ խոսալ գսիրեմ, հասկնակը, որ նոր այմի լսեք ալ նայեք, տեսեք, ինչ կխոսա ես մարդը, ճիշտ բան։ Հայկական տարածքի աշխարհաքաղաքական կետը, ուղղակի մեր երկրի աշխարհագրական դիրքը։ Աշխարհի քարտեզի վրա մենք այն բացառիկ տեղում ենք, որտեղից ցանկացած երկիր կարա ղեկավարի ամբողջ աշխարհը։ Մեր տարածքի դիրքն ու ամեն ինչը նենց է, որ հերիք է Հայաստանում մի հատ պահանջատեր ու ուժեղ կամքով ղեկավարելնի։ Ամբողջ աշխարհին կստիպի իր հետ հաշվի նստել։ Այս մեր տեղից Այսպես բանեն է պետք շատ խոսալ որա ժողովուրդը գիտենա ճանճե ով են, ինչ են ու ես ենք խոսքի մի հատ բան ավելցնեմ, որ ես ենք ծառայել եմ բանակ Սեմի պալատից 22, ուտեղ որա ատոմի բոմբերի պոլիգոն էր, ուտեղ որ ատոմի բոմբերի սպիտալիկ են, ես вообще փոքրուց լավ ձեռներ եմ ունեցել, ու սենք որ բանակ է որա ուպրավլենի բանը զիտանեն կծառայելու բան գործեր ռեմոնտ բանենելու հասկնակը ու բարձր Ռաշանի ապիցերների տներ տանեն գնցի սենք խուդորնիկ մայլարություն եկին բան ու նատ դες բարձր Ռաշան էլի ապիցերի տուներ գեներալ լեյտենանտ դոստունը ռեմոնտորակեն ու ձի ինքսավ շշմած նայր վերածս գործին ինչքան նա փոքր երեխա ինչ ձեռ ունի, ինչ աշխատասեր ազգին որա տալանտլիվի փոքր երեխային այն չի կրնային է ու հետո է սա դու գիտես որ սա խոս բան քեզ գսեմ գիտեմ որ կախնիկ պարես չես ասե չի կարելի դիք вообще չմարտի գիտենա მე վաղ սովետի վաղտով դիք կախնազարգած ինֆորմացիա էլի այդ մարդու մասին սա դու գիտես որ սովետական միությունը քու զեմլյակի չնորիվ տարավ յաջերնի դերժավը բանը Սամվել Քոչարյան որ հենց այդտեղ ես ուտեղը ծառայել եմ ինքը տեղ է աշխատե ատոմի բոմբերը սարքել է իր գլխավորությամբ սախ բացեք հիմի ինտերնետը կա այդ ինֆորմացիան կրնակ նայեք Սամվել Քոչարյան ու
պատկերացրա ու որ նայես կա աշխարհում ինչքան օտրեսներ կա այն ամենաբարձ կարևոր դերեր խաղացող տեղերը սա համարյա ու գլխավոր տեղերում է հայերն են ղեկավարն են բանկեն են դե պատկերացրեք մեզ միշտ օրակը վախեցել են թուլենք մուլենք եսի մինչենք սա դավաճանական ով որպես բաներ կսա գիտեցիք որ դուք ծախվածներն են հա բայց մենք թույլ չենք մեզ ծախել են հասկացաք չէ դավաճանել են ու մենք օրա հիմա օրա մենք երկիր օրա մենք վերականգնենք ու հնարավոր է իմ սա ծրագրերով շատ հանգիստ 100% կարելի է մաքրել երկիրը ու վերականգնել ու լավ հզորացնել դարձնել ոչ թե տարածաշրջանը առաջի երկիրը այլ вообще общий ընդանուր մասշտաբով աշխարհի մեր երկիրը լավ էլ կրնա դառնա սուբյեկտ հարցեր լուծող որտեղ մենք այնքան տալանտների մարդիկ ունենք որ պրոստես տեսնինք ինչ ծախված երկիրը պրախոտ չէ տես մարդկանց օրական երկիրը հզորացնեն ու եւ այլն հենց մակրծավ երկիրը կտեսնիկ ինչքան հզոր մենք ուժեր ունենք օրակու կան ներդրումները կենեն տեխնոլոգիաները կբանեն են երկիրը շատ արագ սկաչով կունենա հզորանալու շանսեր ունի հասկնակ հայազգը ռեսուրսներ շատ ուժեղ ռեսուրսներ ունի այսօրվա օրով է ոչ տեսենք այդ հանածոներն է առաջի տեղը այսօրվա օրով вообще տեխնոլոգիան է հաղթողը հարստությունը բերողը հասկացաք դա վերցրեք են Իլոն Մասկին եկավ սա այդ բաներից է անցավ դա ամենահարուստը այնպես օրա այսպես բաներն է պետք է անտաչ շատ խոսալ ու ժողովրդի բանը բացի նաստրայինին Մի հատ է լսենք բան տեսանյութ նորից խոսանք Ալիևը ասավ, Ալիևը կարա տարավ դու քասեք, հայը թող ասի։ Չեք լսում Ալիևի ասածը, չեք լսում մենք մեր ասածը։ Դուք ասեք։ Դուք վախցրեք Թուրքին։ Էս ինչա դերել մեր հայազգը Թուրքից վախենում է։ Թուրքը հայը անունը որ լսել է մեր թվերին։ Որ ասма մկան ցակը փոխա առել։ Հիմա հայնա վախենում։ Ահա ինչ կա զարմանալու էս Շոկի պալասի վրա Իրա զոմբիների վրա ես ավելի շատ կզարմանամ որա լավ լսեք Սոր մեջը սրբություն չկա կախի մեջը պայցի փողից ուրիշ բան չկա Վերցրել է փողը բդի ծարայ է ինչ որա զակազ են տվել ծախ է բայց ես զոմբիները իրա ինչ տեղ իրանք ունին շայ ոչ մի շայ չունին բայց դու զոմբիների վրա զարմացի թե դոնք կնչի այդ ծեր Սոր տեսնա պաջերշկա կենեն որ вообще ինքը հեչ մեր լեգիտիմ է չէ այս զոմբիներ նիկոլական զոմբիներ ինքը որա եկավ ուրիշ բաներ խոստումներ Արցախ Հայաստանում են ոչ թե խոստումները չկատարեց այլ լրիվ հակառակը կատարեց ու ինքը լեգիտիմ չէ իրա ոչ մի գործը բանը լեգիտիմ չէ լավ գիտեցեք Մենք չնայած չենք ուզել թողնենք օրա հասնի տե ընտրություններով տեսնենք օրա ինքը вообще ռեյտինգ չունի բայց ինքը 100% լեգիտիմ չէ ու սիկ Գյումրեցիների արժանապատվությունից շատ ցածր օրը հանգարցեց ծեվի փալասը կա Գյումրեցու որոշումները չեղյարգե Մեկ է կուզեի շատ մեծ շնորհակալություն հայտնեի Շիրագի թիմի հոգևորներին օրա իրանք նորից էլի լավ պարտությունը նվիրեցին Փաշիկին թե դու ինչ գործ ունես Գյումրու հետ օրա Գյումրու օրը նույնիսկ չշնորհավորեցիր Ես կուկաս Գյումրի հարցեր լուծելու Օբշեն ինչ օրա է ժողովուրդ ջան Այսօրվա սկան շատ էլ ժամանակ չեմ խլել ուշը առայժմ ես հետո էլի կհանդիպենք Դուքերից մի կնգեք աշխատեք լավ աշխուժ տարածել ու բաժանոստագրվել կտեսնեք ամեն ինչ լավ կլինի